Կապանին բնորոշ համեղ ուտեստներ, 20 փորձառու խոհարարների պատրաստած ավանդական կուրկուտ, մարզական միջոցառումներ։ Կուրկուտի ամենամյա արդեն 6-րդ փառատոնը կայացավ Սյունիքի Նորաշենիկ գյուղում նոյեմբերի 8-ին։ Խոհարարները ամբողջ գիշեր թոնրում եփել էին կուրկուտը, ասում են համեղ ուտեստ ստանալու համար գաղտնիքներ կան։ Ցանկալի է որ շատ լինի բան սենց լավ էփած, սենց յուղն էլ մեջ սենց ծլա, սիրուն։ Կարեն Օհանջանյանը տարիների փորձ ունեցող խոհարար է, կուրկուտ պատրաստել է բազմաթիվ անգամ, ասում է լավ ուտեստ ստանալու համար պետք է միսը լավը լինի, կարագը առատ։ Կուրկուտը ինքը պատրաստվում է տավարի մսով, կարագով, բնականաբար, մեկ էլ կարմիր ծեծած ցորեն է։ Հետո մենք էլ բերում ենք, տենց սարքում ենք, էլի կարագ բանը դնում ենք, միսը շարում ենք ակուրատնի, ցորենը շարում ենք, թոները վառում ենք, վառումը ինքը նստում, թոների պատերն է էփում կուրկուտին։ 12 ժամ թոնրում էփում է։ Մենք 230 տարվա գյուղ ենք։ Արամայ Ստեփանյանը խոհարարի մասնագիտությունը հորից է սովորել, ասում է կփոխանցի որդուն։ Որպես հայկական ավանդական կերակուր շատ հարգված է, հիմա էլ արդեն սկսել են ամբողջ Հայաստանում օգտագործեն, արդեն որպես Սյունիքի, որպես Զանգեզուրի կերակուր շատ են ցանկանում, որ սովորեն։ Տաղավարներում ներկայացված էին տեղական համերի նմուշներ, թարմ թխված լավաշ, ժենգյալով հաց, տնական կաթա, փախլավա, ջրեր ու թեյեր։ Թխում ենք մեր ազգային լավաշը, սկզբում խմոր ենք հունցում, հետո գնդեր ենք անում և լավաշը բացում ենք ու թխում։ Ներկայացնում ենք տաղավար մեղվի աշխատանքից մինչև մեղր արտադրանք։ Այսինքն մեղվապահի պարագաներից, սկսած փեթակից, մեղվի աշխատանքը, այդ ամբողջ ճանապարհը։ Փառատոնին ներկա էին մեծ թվով հյուրեր, կապանցիները եկել էին ծանոթամի հետևից, իսկ հյուրերը կուրկուտի համը բացահայտելու։ Ծնողներով, քույրերով, կանանցով եկել ենք, նշում ենք, շատ բարձր են գնահատում, շնորհակալություն ենք հայտնում Կապանի քաղաքապետարանին, կազմակերպիչներին եւ իհարկե ընդհանուր գեղեցիկ ակնթարթները մեզ պարգևելու համար։ Սա պրասնիկ է, մեր Կապանի տոնն է։ Մենք ցանկանում ենք, թող սենց տոներ միշտ մեր կապանցիները չմոռանա, միշտ նշեն, միշտ լավ լինեն, առողջ լինեն, բոլոր կապանցիները գենացը, լավ լինեք։ Շատ հաճելի է, որ ամեն տարի տարբեր գյուղերում են անցկացվում կուրկուտի փառատոնը ու դրսից եկած հյուրերն ծանոթանում են այստեղի մշակույթին և Սյունիքի բարիքներից օգտվում։ Փորձում ենք, տեսնենք լավն է, թե չէ։ Տոնական տրամադրությունը նաև ինձ է փոխանցվել հենց մուտքի պահից, շատ գեղեցիկ է, դուք էլ եք երևի նկատել, կազմակերպված է շատ բարձր մակարդակով։ Այս տարվա փառատոնը անցկացվեց տոնավաճառի ձևաչափով, հավաքված ավելի քան 3 միլիոն դրամը կհատկացվի բարեգործությանը, որ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում բնակվող Դավիթ Նուդյանն ունենան իրենց տունը։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նախաձեռնել է բնակարան ձեռք բերելու գործընթացը։ Այս գոյացած գումարը պետք է ուղղվի բնակարան ձեռք բերելուն այն անձանց համար, ովքեր որ իրականում դրա կարիք ունեն եւ երազում են դրա համար եւ ընտրվել են դրա համար կոնկրետ երկու մեր ուշադրության կենտրոնում գտնվող ուրեմն մեր քաղաքացիներ, նրանք տարիներ առաջ ուրեմն զրկվել են ծնողներից, չունեն մոտ հարազատներ, չունեն բարեկամներ, չունեն խնամակալներ եւ տարիներ է գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, նրանք հիմա ներկայությամբ բնակվում են հանրակացարանում։ Ժյուրիի ընտրությամբ կուրկուտի փառատոն 2025 մրցանակը ստացավ Ծավգյուղի խոհարար Կարեն Մարտիրոսյանը, իսկ լավագույն կենաց մրցանակին արժանացավ Արամ Հայրապետյանը։
Ավանդական կուրկուտի փառատոնը ամեն տարի կազմակերպում եւ իրականացնում է Կապանի համայնքապետարանը եւ մշակույթի կենտրոնը։ Այս տարի փառատոնի կազմակերպմանը աջակցել է նաեւ Կապան բարեգործական հիմնադրամը։